Հայաստանում համատարած խախտվում են քաղաքացիների աշխատանքային իրավունքները։ Եվրոպական սոցիալական խարտիայի աշխատանքային իրավունքների վերաբերյալ հոդվածներով սահմանված երաշխիքները մեր երկրում չեն պահպանվում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների Եվրոպական կոմիտեի հրապարակած աշխատանքային իրավունքների վերաբերյալ 2025 թվականի զեկույցում։ Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում այս հոդվածներից որևէ մեկին, անհամապատասխանության 8 եզրակացություն է ներկայացրել։ Խելամիտ աշխատանքային ժամանակ, անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմանների իրավունք, անվտանգության եւ առողջության կանոնակարգեր, արդար վարձատրության իրավունք, կանանց եւ տղամարդկանց միջև խտրականության բացառումը վարձատրության հարցում, կազմակերպվելու իրավունք, կոլեկտիվ բանակցությունների իրավունք, համատեղ խորհրդակցություններ, բանակցային ընթացակարգեր։ Աշխատանքային իրավունքների խախտումները առավել հաճախ արձանագրվում են շինարարության, հանքարդյունաբերության, սպասարկման, կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Օրինակ, Ախթալայում արդեն շուրջ 1 շաբաթ է շարունակվում է աշխատանքի վարձատրությունից ու աշխատանքային պայմանագրերից դժգոհ հորատորների գործադուլը։ Աշխատանքային իրավունքի ոլորտում մեր երկրում միանշանակ կա խտրական մոտեցում, վստահեցնում է փաստաբանն ու հավելում։ Խտրական վերաբերմունքի բախվում են հատկապես տղամարդիկ, նույնիսկ մինչև աշխատանքի ընդունվելը։ Չնայած երբ ասում ենք սեռով պայմանավորված խտրականություն, միայն կանանց ենք պատկերացնում։ Փաստաբանն ասում է, երբ մենք աշխատաշուկայում տեսնում ենք մինչև 30 տարեկան բարետես աղջիկներ, հիմնականում սպասարկման ոլորտում, դա ոչ միայն սեռով պայմանավորված, այլև տարիքային խտրականություն է։ Իսկ ինչ վերաբերում է արդեն իսկ աշխատող անձանց, համար 1 խախտումը ես կարծում եմ շարունակում է մնալ չգրանցված աշխատողների խնդիրը կամ աշխատողների դեպքում գրանցված աշխատողների, որ քիչ են գրանցում աշխատավարձը, որպեսզի այսպես հակ քիչ վճարեն, ըստ դրա նաև աշխատողը քիչ արձակուրդային ստանում կամ գուցե չի ստանում։ Փաստաբանի խոսքով աշխատանքային իրավունքների պաշտպանության համար լծակներն ու ռեսուրսները բավարար չեն, գործատու աշխատող վեճը կարգավորող մարմինը թեև առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն է, սակայն այն, ըստ մասնագետների, արդյունավետ լծակ չէ եւ այդ իրավունքների իրական պաշտպանությունը դատարաններում է իրականացվում։ Իսկ դատարանները գերծանրաբեռնված են եւ վեճերի լուծումը տարիներով է ձգվում։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։